Թրամփը հայտնել է, որ Թեհրանի հետ վերջին շփումներից հետո որոշել է 5 օրով դադարեցնել Իրանի էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու ծրագրերը։ Թրամփը նաև նշել է, որ Հորմուզի նեղուցը շատ շուտով կբացվի։ Նրա խոսքով ցանկալի է, որ այն գտնվի Միացյալ Նահանգների և Իրանի համատեղ վերահսկողության ներքո։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը սակայն հերքել է, որ վերջին օրերին Միացյալ Նահանգների հետ որևէ բանակցություն է եղել։ ԻՌՆԱ լրատվականը հայտնում է, որ Իրանը չի արձագանքել Միացյալ Նահանգների առաջարկին սկսել խաղաղ բանակցություններ հակամարտությունը ավարտելու նպատակով։ Իսկ իրանական բանակի Խաթամ Ալ-Անբիա կենտրոնական շտաբի խոսնակը արձագանքել է Դոնալդ Թրամփի հայտարարությանը կապված Հորմուզի նեղուցի վերաբացման վերջնաժամկետի հետ։ Խոսնակը ծաղրել է Միացյալ Նահանգների նախագահին։ Թրամփը հայտարարել է, որ շարունակելու է պնդել պաշտպանության ոլորտի համար լրացուցիչ $200 միլիարդ ֆինանսավորման անհրաժեշտությունը, քանի որ աշխարհում տիրող լարվածությունը մեծ է։ Տարածաշրջանային լարվածության ֆոնին հեռախոսով զրուցել են Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբբաս Արաղչին։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը և հնարավոր քայլերը ռազմական լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ Ընդգծվել է նաև Կասպից ծովի տարածաշրջանում անվտանգության ապահովման կարևորությունը։ Բայրամովը նաև անդրադարձել է Նախիջևանի ուղղությամբ անօդաչուների հարձակման միջադեպին։ Հեռախոսով զրուցել են նաև Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Նրանք քննարկել են Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունների մեկնարկի հնարավորությունները, նաև հակամարտության ավարտի վերաբերյալ հնարավոր համաձայնության պայմանները։ Հեռախոսազրույցից հետո Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի կենսական շահերը պաշտպանվելու են ցանկացած համաձայնագրում և հայտնել է, որ երկիրը շարունակում է հարվածներ հասցնել Իրանին և Լիբանանին, ոչնչացնելով հրթիռային և միջուկային ծրագրերը։ Նա նշել է, որ նախագահ Թրամփը կարծում է, որ պատերազմի ձեռքբերումները կարող են օգտագործվել մեր կենսական շահերը պահպանող համաձայնագիր կնքելու համար։ Իրանը այս անգամ թիրախավորել է նաև Երուսաղեմը։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ հոպը ցածր բարձրության վրա որսացել է իրանական հրթիռ։ Իսկ ԱՄՆ իսրայելական զինված ուժերը հարվածել են Իրանի հարավում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորգետնյա ուրանի հարստացման օբյեկտին։ Սեդակ Յուրեղյան, Սվետլանա Պետրոսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։